Պարոն Խաչատրյան, վերջերս ավելի հաճախակի դարձան տեղեկատվությունները, որ այս կամ այն ձեռնարկությունը, այս կամ այն օլիգարխին կամ այս կամ այն պաշտոնյային պատկանող բիզնեսները սնանկանում են, սնանկացումների մասին լուրերը արդեն բավականին հաճախ են դառնում։ Այստեղ հետաքրքիր է ուղղակի հասկանալու, ինչ նախադրյալներ են տնտեսական ստեղծված, որ արդեն բավականին մեծ թվով ձեռնարկություններ են սնանկանում։ Նաև տնտեսական ոլորտի ներկայացուցիչներից Գագիկ Մակարյանը նշում, որ 18,000 փոքր ու միջին ձեռնարկություն է սնանկացել ու փակվել։ Սա ինչ միտում է։ Հարցին պետք է անդրադառնալ այս մի քանի տեսանկյուններից։ Տեսեք, դուք առանձնացրեցիք փոքր եւ միջին բիզնեսի ոլորտը եւ օլիգարխիկ համակարգ խոշոր ձեռնարկությունների ոլորտը։ Սրանք կարելի ասել սնանկացման տարբեր պատմությունների ուղղությամբ են գնում։ Կարծում եմ, եթե դա առնչվում է օլիգարխիկ ոլորտին, այստեղ եկամուտներ կիսելու խնդիր կա։ Եվ երբ որ արդեն չկա տնտեսական զարգացման այդ ընթացքը, արդեն խոշորները սկսել են իրար կլանել եւ մեկի սնանկացման հաշվին կարելի ասել հարստանում է մյուսը կամ գոնե ապահովում է իր նախկին մակարդակը։ Այսպիսի մոդելով է ընթանում։ Երկրորդը փոքր միջին ձեռնարկությունների, նրանք մրցակցության պայմաններին չեն դիմանում, նրանց համար չկան տնտեսական այն նպաստավոր պայմանները եւ երկրորդն է նրանց առևտրաշրջանառությունը մեծամասամբ, այսինքն առևտրի ծավալները անկում ապրելու պարագայում չեն կարողանում ապահովել իրենց համապատասխան հասույթը, իրենց ծախսերը փակելու համար։ Ինչ վերաբերում է խոշոր, այսպես ասած, եւ միջին ոչ ֆինանսական առևտրային կազմակերպությունների գործունեությանը, նրանց կրեդիտորական պարտավորությունները 2014 թվականի սկիզբ եւ 2014 թվականի վերջ համեմատությամբ ավելացել է 424 միլիարդ ՀՀ դրամով, որը մոտենում է, կարելի ասել, մոտ 1 միլիարդ ԱՄՆ դոլարին, այսինքն եթե որոշակի կուրսային այդ տատանումները հաշվի առնենք։ Միայն դրանցից մոտ 370-ից 380 միլիարդ ՀՀ դրամը կազմում են բանկերի, վարկերի եւ այլ նմանատիպ պարտավորությունները, այսինքն այս կազմակերպությունների եւ պարտքերն են աճում եւ կոնկրետ, այսպես ասած, իրենց ընդհանուր գործունեությունն է հայտնվում բացասական դաշտում, որն էլ հանգեցնում է վերջնական արդյունքում եւ նրանց հետ համագործակցող մյուս կազմակերպությունների սնանկացմանը։ Մեկ այլ ցուցանիշ եւս ներկայացնեմ, որ միայն 2015 թվականի առաջին 7 ամիսների ընթացքում մեր ներմուծումը 2014 թվականի առաջին 7 ամիսների հետ համեմատած կրճատվել է 660 միլիոն ԱՄՆ դոլարով։ Պատկերացրեք, ինչքան կազմակերպություններ են Հայաստանում զբաղվում ներմուծմամբ։ Ներմուծումը քանիսի համար է հանդիսանում հումք, եթե չընդգրկեն միայն առևտրի ոլորտը։ Այսինքն սա մեր հնայի ոչ այլ ինչ, քան 6.6%-ն է կազմում։ Իսկ դա մի ամբողջ կազմակերպությունների խումբ է, որը սնվում էր եւ այդ առևտրային շղթայից եւ տնտեսական գործունեության, այսինքն ավելացված արժեք ստեղծվելու շղթայից։ Հետևաբար այդ կազմակերպությունները միայն ներմուծման կրճատման մասով կարող են հայտնվել լուրջ սնանկացման կամ փակման վտանգի առաջ։ Ինչպիսի տնտեսական պայմաններ են ստեղծված, որոնք նպաստում են սնանկացումներին կամ ձախողումներին կազմակերպությունների եւ ձեռնարկությունների եւ ըստ այդմ կառավարության գործունեությունը ինչպես է գնահատում, արդյոք դա նպաստում է կամ ընդհակառակը խոչընդոտում է, որպեսզի նման պրոցեսներ կամ միտումներ դրսևորվեն։ Տեսեք, երկու տիպի մոտեցմամբ կարելի է դա դասակարգել։ Առաջինը մեղքը բարթել համաշխարհային տնտեսության վրա, երկրորդը ներքին իրավիճակ, կառավարության կողմից տարվող քաղաքականություն եւ մի տարբերակ էլ կարելի է, հենց ինքը տվյալ բիզնեսմենների ոչ արդյունավետ գործունեությունը։ Այսինքն 3 տիպի կարելի ասել դասակարգում տալ։ Եթե ընդունենք համաշխարհային տնտեսության մեջ զարգացումները կամ իրավիճակը եւ օրինակ այդ կազմակերպությունների կապը Ռուսաստանի հետ, ապա անմիջականորեն տեղառնում է, որ այսպիսի մի խնդիր էլ գոյություն ունի։ Մեր արտահանումը նվազել է Ռուսաստան դեպի, իսկ Ռուսաստանից ներմուծումը դեպի Հայաստան ավելացել։ Նշանակում է դա անգամ կազմակերպությունների մեծ մասը, որոնք արտահանում էին գործունեություն էին իրականացնում Ռուսաստան, հիմա կորցրել են իրենց դիրքերը եւ Ռուսաստանից են ներմուծում եւ իրենց այդ նիշան գրավել են։ Սրա վերաբերյալ ինչ է արել մեր կառավարությունը, կարծում եմ ոչինչ, որպեսզի կանխի, կամ կարելի ասել անդամակցում ենք Եվրասիական տնտեսական միությանը, որը գնացել է իօգուտ դեպի Ռուսաստանի եւ մենք մեր արտահանման շուկան կորցրել ենք
տեղը զիջելով Ռուսաստանին, սա մեկ։ Ինչ վերաբերում է, այսինքն մյուս մարմիններին, ենթադրենք էկոնոմիկայի նախարարություն, ֆունկցիա, ինչ պետք է անի այս պարագայում։ Կարծում եմ բոլոր նման սնանկացման դեպքերը, ընդհանուր միտումները, հարցումները պետք է փորձեն, այսպես ասած, վերհանել այն հիմնախնդիրները, որի պատճառով այդ կազմակերպությունները սնանկացան։ Ցանկացած սնանկացած կազմակերպության հետագայում պետք է լինելու որոշակի ժամանակահատված, որ հասնի իր անվնասաբերության կետին, այսինքն մի քանի տարի աշխատելու է վնասով, որպեսզի իր, կարելի ասել, անվնասաբերության կետին հասնի եւ սկսի շահույթ ապահովել։ Այսինքն այս պահի սնանկացումը հետագայում բիզնեսի զարգացման ընթացքը 3-ից 5 տարով հետ է գցում, սա մեկ։ Եվ այս խնդրին պետք է լուրջ ուշադրություն դարձնել, չթողնելով, որ հասնի սնանկացման, առողջացման ծրագրի գաղափարը պետք է լինի, սա մեկ։ Ինչ վերաբերում է հարկային համակարգի միջոցով այս խնդիրների առաջացմանը, նույն ինքը շրջանառության հարկը առաջի 7 ամիսներին կրճատվել է մոտավորապես 30%-ով։ Սա նշանակում է մեր ձեռնարկությունները շրջանառություն չունեն կամ ունեն քիչ է, որի պատճառով չեն կարողանում մուծել այդ հարկերը եւ շրջանառությունը, այսինքն նվազում է, պակասում է, նրանց շրջանառությունը իրենց գոյության հիմքն է, որը չկա։ Շահութաբերության անկումը 3-ից 4% էր կազմում, իսկ դա լուրջ թիվ է։ Ավելացված արժեքի հարկ եւս մոտ 4%-ի շրջանակներում անկում, իսկ երբ որ ցուցանիշներով դա արդեն բազմապատկում է, հասկանալի է, թե ինչքան, այսպես ասած, հասույթի կամ ավելացված արժեքի ստեղծման, կարելի ասել, նվազեցում ունենք մենք, որը չի ստեղծվել, չստեղծված արդյունք։ Իսկ ցանկացած չստեղծված արդյունք նշանակում է կազմակերպությունների շարք, որոնք սնանկանում են կամ իրենց գործունեության ծավալները նվազեցնում։ Նման պայմաններում ինչ քայլեր պետք է ձեռնարկել, որպեսզի կազմակերպությունները գոնե չսնանկանան եւ այս միտումը ուղղակի հարթվի։ Առաջին հերթին կազմակերպությունների չսնանկացման համար պետք է կազմակերպություն առ կազմակերպություն նրանց հետ աշխատանք տարվի հասկանալու համար յուրաքանչյուրի սնանկացման խնդիրը եւ փորձել դրան տալ լուծում։ Ունի շրջանառության կրճատում, չի հերիքում, նրան շրջանառության հարկի նշանակումը պետք է, այսպես ասած, արտոնություն տրվի։ Եթե դա ամբողջ, այսպես ասած, կազմակերպությունների տվյալ բլոկում աշխատողների հետ է, հետեւաբար շրջանառության հարկը չի խոսում նրանց գործունեության օգտի։ Մյուս պարագայում, եթե օրինակ նրանք ունեն վարկային խնդիրներ, այսինքն մի ամբողջ կազմակերպությունների բլոկ, եւ որ մենք նայում ենք 1 տրիլիոն դրամից 1 տրիլիոն, ինչքան հիշում եմ, 100 միլիարդ, մեր կազմակերպությունների վարկային պորտֆելն է կազմում, մեր ամբողջ բանկային, եթե ունի վարկային խնդիրների պատճառով սնանկացում, պետք է սկսել աշխատանք տանել վարկային կազմակերպությունների հետ։ Եվ հարկայինը ոչ թե պետք է աշխատի բյուջեն լցնելու այդ գաղափարով, այլ կազմակերպությունների գոյությունը պահելու գաղափարով։ Եթե տվյալ կազմակերպությունը չեղավ, այլևս բյուջե չես կարողանալու լցնես։ Այդ մոտեցումը պետք է լինի։ Միայն մեկ խնդիր էլ նշեմ, օրինակ աշխատանքային ռեսուրսների հետ կապված։ 2010 թվականի համեմատությամբ 2014-ին մոտ 210,000-ով աշխատանքային ռեսուրսները Հայաստանում կրճատվել են։ Իսկ դա նշանակում է նաև այդքան կազմակերպություններ, այդ 4-5 տարվա կտրվածքով, որոնք այդ աշխատանքային ռեսուրսը այլևս չունեն, պետք է փակվեին, եւ նրանց գործունեությունը պետք է դադարեցվեր, որովհետեւ փաստացի աշխատանքային ռեսուրսն է առաջ տանում այդ կազմակերպությունների։ Միայն զբաղվածությունը էլի 10 թվի հետ համեմատած 14-ն ասեմ, 50 քանի հազարով կրճատվել է։ Իսկ 50 քանի հազար զբաղվածը իր հետ բերում է, պատկերացրեք, քանի կազմակերպության փակման։ Եթե դա նայենք 4-5 հոգանոց փոքր կամ այսինքն երփոքր կազմակերպությունների օրինակով, բնականաբար դրանց թիվը կկազմի 10,000։ Այսինքն միայն մեկ հաշվարկ, պարզունակ հաշվարկ, կրճատված զբաղվածների թիվը 5-ով բաժանեցի եւ ստացա կազմակերպությունների թիվ։ Այսինքն իսկ նման դեպքերը բավականին շատ են։ Իսկ եթե կա ճգնաժամային իրավիճակ եւ այլն եւ գործունեությունն էլ մի քիչ ավելի փակուղային դաշտում է, բնականաբար նման, այսպես ասած, կազմակերպությունների փակման ընթացքը դադարեցնելը դառնում է շատ դժվար։